Իրանական պատերազմը եւ փախստականները։ Այսօր առավոտյան աչքովս ընկավ Վիոլետ Գրիգորյանի գրառումը, բավականին մարդկայնորեն ցավալի գրառում էր մի իրանցի ընտանիքի մասին, գրառումը կարող եք տեսնել ձեր էկրաններին, եթե կարող եք օգնել եւս ողջունելի կլինի, բայց այս գրառումը ստիպեց հերթական անգամ անդրադառնալ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, ընկերներ նախորդին ադրբեջանցիները հայտնեցին, թե իբր իրանական անօթաչուները հարվածել են Նախիջևանին եւ դա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգտագործեց որպես առիթ, որպես պատրվակ փակելու փաստացիորեն Իրանի Իսլամական Հանրապետության եւ Ադրբեջանի միջև սահմանը, այսօր նաեւ եղան տեղեկություններ այն մասին, որ դիվանագիտական ներկայացուցչությունները եւս ադրբեջանական դուրս են բերվում Իրանից ու տպավորություն է առնվազն ստեղծվում, որ փորձ է արվում փախստականների հոսքերը տարածաշրջանում ուղղորդել դեպի Հայաստանի Հանրապետություն։ Հիշենք նաև այն, որ Թուրքիան եւս փակել է փաստացի սահմանը Իրանի քաղաքացիների համար։ Հիշենք այստեղ նաև Սաակաշվիլի խոսքերը, ով մեր իշխանությունների սիրելին էր եւ ասում էր, որ միակ երկիրը տարածաշրջանում, որ ընդունելու է փախստականներին Հայաստանի Հանրապետությունն է լինելու եւ այստեղ է, որ մենք կարող ենք առնվազն հիմնավոր կասկած հայտնել, որ մենք գործ ունենք ոչ թե պարզապես հիբրիդային հարձակման հետ, այլ հնարավոր է ինչ որ պլան կա նախագծած, որի շրջանակներում այդ փախստականները երբ որ տեղափոխվեն Հայաստան, այդ թվում ադրբեջանցիները կփորձեն բերել նաև իրենց քաղաքացիներին, փորձեն բերեն ադրբեջանցիներին ու կրկին ասենք վերադառնալով այսպես կոչված արևմտյան Ադրբեջան նախագծին, հետագայում հղում կանեն այդ մարդկանց գոյության փաստի վրա եւ առաջ կտանեն իրենց համար շահավետ ծրագրեր։ Իսկ թե ինչ պատասխան է տալիս Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը Ադրբեջանի շահավետ ծրագրերի մասին, կարծում եմ վերջին տարիների ընթացքում բոլորդ հասցրել եք համոզվել, հերթական անգամ արձանագրենք։ Ադրբեջանցիները Հայաստանում չեն գալու ապրել մեր կողքին, իրենք ինչպես Արցախում գալու են ապրել մեր փոխարեն։ Դրա համար ենք մենք նաև ասում, դրա համար է հասարակության զգալի հատվածը բողոքում նրանից, որ կողքը պատերազմ է, լուրջ իրավիճակ է, իսկ մարդիկ պերաշկի կուկուռուզ են ուտում։